Բաքուն սպասում է անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ողբերգության հետաքննության ավարտին և ակնկալում է արագ փոխհատուցում ու մեղավորների պատիժ, հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը։ Խոսքը ադրբեջանական օդանավի ոչնչացման մասին է, որը ըստ Բաքվի իրականացրել է ռուսական ՀՕՊ-ը և դարձել տասնյակ մարդկանց մահվան պատճառ։ Մուստաֆայևի խոսքով երկկողմ հարաբերություններում առանցքային հարցը հենց այդ դեպքի շուրջ բոլոր խնդիրների արագ ու արդարացի լուծումն է։ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը խոսել են հեռախոսով։ Քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Զրույցին մասնակցել է նաև Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան։ Յակուտիայում -56 աստիճան Ցելսիուս է։ Սա երկրի վրա դեռևս գրանցված ամենացածր ջերմաստիճանն է։ Ուկրաինան պետք է նախագահական ընտրություններ անցկացնի հնարավորինս շուտ, Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Հրապարակվել են Ուկրաինայում խաղաղության հաստատման ծրագրի 20 կետերը։ Ուկրաինայի ինքնիշխանությունը կվերահաստատվի, Ուկրաինան կստանա հզոր անվտանգային երաշխիքներ։ Խաղաղ ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի թիվը կմնա 800,000, Ուկրաինան կդառնա Եվրամիության անդամ և Ուկրաինան նաև կստանա կարճաժամկետ արտոնյալ մուտք դեպի եվրոպական շուկա։ Սրանք ամենակարևոր նախապայմաններն են խաղաղության պայմանագրի համար, հայտարարել է Զելենսկին։ Սուրբ Ծննդյան նախօրեին Սպիտակ տունը թողարկել է արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութ, որտեղ Թրամփը ուղիղ եթերում կարդում է իրենց ձևակերպմամբ չարաճճի ներգաղթյալների անունները։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելել է այն վայրը, որտեղ կառուցվում է 8700 տոննա քաշով միջուկային սուզանավ, որը տեղափոխում է կառավարվող ռազմավարական հրթիռներ։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։